տնտեսական փոխաբարձրությունը տարածաշրջանում։ Իմ առաջին այցը Հայաստան 4 տարի առաջ, ես ասացի մեր նման են ուտում, մեզ նման են, անգամ մեր նման են ամուսնանում, բայց հետո հասկացա, որ հնդկական հարսանիք էր ես հյուրանոցում տեղի ունենում։ Պատկերացնում եք հնդկական հարսանիք այստեղ էր տեղի ունենում, ես ասում ինչ նման է մեր հարսանիքներին։ Հետո բարձվեց հնդիկներ էին։ Ոստի իսկապես պետք է թույլ տալ, որ տարածաշրջանը իրենք սահմանեն իրենց օգուտները։ 3 կետ ունեմ։ 3 կետեր։ Առաջինը հարցրեցիք, թե Եվրոպան ինչ փորձառություն եւ պատմություն ունի եւ արդյոք դա կարող է օգտակար լինել, թե ոչ։ Եվրոմիության հոգևոր նախնիները դա գիտեք ածխի եւ պողպատի համայնքներ չէ, որը պատերազմից 5 տարի հետո Ածխի եւ պողպատի արտադրության միություն ստեղծեցին ներդաշնակություն համերաշխություն 6 հիմնադիր երկրների միջև։ Ռոբերտ Շումանը, որը կարծում եմ շատ կարևոր էր այդ հայեցակարգը սկսելու ստեղծելու, նա խոսում էր համերաշխության մասին, որը աներևակայելի ներդաշնակության մասին էր խոսում, բայց նյութական առումով նաեւ անհնարին էին դրանք։ Սա մի բան է, որ մեր տեսանկյունից մենք ընկալում ենք, որ հենց սա ենք մենք տեսնում փոխկապակցվածության նախագծերում անշուշտ սա օգտակար է բոլորիս համար, բայց եթե ունենակ բավարար հետաքրքրություն ներդրումներ կատարելու եւ տնտեսական առավելությունները այստեղ առաջ քաշելու իսկապես դա աներևակայելի եւ նյութականորեն անհնարին կդառնա դա հակադարձելը հետ գնալը դեպի հակամարտություն։ Երկրորդը տեղի սեփականատիրական ընկալման մասին եմ ուզում խոսել եւ տարածաշրջանային գործընկերների մասին Հայաստանի եւ Ադրբեջան խաղաղության գործընթացը իսկապես հրաշալի հզոր գործընթաց է եղել, որտեղ այո, հավանաբար եղել են արտաքին գործողությունների կողմից կարևոր օգնություն եւ աջակցություն ցուցաբերվել է, բայց ես իսկապես կարծում եմ, որ երկու մայրաքաղաքները իրենք տեր էին այս նախագծի եւ վճռորոշ կարևորություն են հաղորդել իրենք հենց։ Շատ առումով սա գովելի է, գնահատելի է այն առաջնորդությունը, որ երկու կողմերը ցուցաբերել են։ Այսպեսով մենք պարզապես ուզում ենք գործընկեր լինել այն առումով, որ օրակարգը սահմանում են հենց տարածաշրջանային գործողություններն ու դերակատարները, մենք աջակցում ենք այնտեղ, որտեղ մեր մոտեցումը օգտակար է։ Մենք քննարկել ենք այդ համագործակցության մասին բոլոր հնարավորությունները, միգուցե նոր տարածաշրջանային համագործակցության հնարավորություններ ստեղծել, միջ անդրսահմանային նախաձեռնություններով հանդես գալ, երբ այդ պահը հասունանա տնտեսական խաղաղության օգուտները խարսխելու համար, բայց նաև շատ կարևոր է ավելի խորը արմատներին անդրադառնալ եւ նաև մարդասիրական հումանիտար հարցերին պետք է անդրադառնալ։ Ես ուզում եմ համաձայնել պարոն Բեյի հետ, որ տարածաշրջանային իրենց տերը լինելու գաղափարը շատ կարևոր է եւ պատրաստական է օգտակար լինելու։ Ինչպես մոտիվացնել հասարակությանը դուք այդ հարցը տվեցիք, ինձ մոտ տպավորությունն այնպեսին է, որ իսկապես կան Շատ բաներ կան, որոնք օրինակ առևտրային համագործակցությունը, որը մեկնարկել է, շատ տարբեր իրավիճակներ կան։ Նախ կարելի է խթանել առևտուրը, ստեղծել աշխատատեղեր, դիմակայունության մակարդակը բարձրացնել, շատ տեղական մակարդակներով, մասնավորապես անդրսահմանային համատեքստում։ Սա կարծում եմ շատ կարևոր է եւ սա տանում է ինձ իմ վերջին կետին, որ քանի որ տասնամյակներ շարունակ բաժանում է եղել, ես կարծում եմ, որ թեև դուք բոլորդ այստեղ գիտեք, որ ուտում եք նույն կերպ, ամուսնանում եք նույն կերպ եւ շատ առումներով ունեք նմանատիպ երաժշտություն, ապանդույթներ, շատերը հասարակության մեջ, դրանք դեռ պետք է սովորեն կամ գոնե միգուցե ոչ թե սովորեն, այլ հայեցում կատարեն, դեպի ներս կարողանան ընդունել դա։ Իմ վերջին հարցը բոլոր մասնակիցներին